Սիրելիներս, ողջույն, ուզում եմ ձեզ ներկայացնել մի վրացական սոուս տխեմալի և ուզում եմ տեսնեք, թե ես ինչպես եմ պատրաստում։ Ճիշտ է, արդեն ժամանակն անցել է, դժվար թե գտնվի սալոր, բայց քանի որ ինձ հետևում եք, հնարավոր է պահպանեք և այն շուտ գտնեք, թեկուզ հաջորդ տարվան պատրաստելու համար։ Ուրեմն վերցրել եմ այսպիսի կարմիր մանր սալոր, հորեղբորս աղջիկն էր բերել իրենց այգուց, Սոլակ գյուղից, Կոտայքի մարզ։ Ես էլ մտածեցի պատրաստեմ, որպեսզի այս բաղադրատոմսն էլ ունենամ և փոխանցեմ ձեզ։ Միգուցե ինչ-որ մի բան իմ տեսանյութում ավելի հեշտ թվա, ավելի պարզ թվա և ավելի հարմար տարբերակ լինի։ Սալորը լավ լվանում եմ, մի 2 ջուր լվանում եմ, հետո հեռացնում ենք կորիզները։ Կարող եք դուք սալորը դնել եփել, հետո փլավքամիջով քամել, հեռացնել կորիզները, կարող եք և այս տարբերակով, երբ կորիզը հեշտությամբ առանձնանում է սալորից, շլորից, այս տարբերակով մաքրեք և միանգամից դնեք եփվելու, ավելի հեշտ կլինի, ավելի արագ կստացվի։ Մաքրած սալորը տեղափոխում ենք գազօջախին և եփում ենք այնքան ժամանակ, մինչև զգաք կեղևը կարող է քամվել, լուծվել, ահա, ինձ մոտ կշռում է 2 կիլո 600 գրամ, շատ քիչ, մի սուրճի բաժակի չափով ջուր եմ ավելացնում և տեղափոխում եմ եփելու։ Եփը կհաշվեմ, երբ եռա, եռալուց հետո մոտավորապես 15 րոպե երևի կեփեմ ու կստուգեմ, եփված է թե ոչ, կանջատեմ, կթողնեմ հովանը։ Կարող եք նույն տխեմալին պատրաստել նաև դեղին շլորով, երկու տարբերակով էլ համարյա նույն բաղադրիչները կարող եք օգտագործել, բայց մի փոքր համային փոփոխություն լինում է։ Իհարկե, երկու տարբերակում էլ պետք է սալորները լինեն թթու։ Եփելուց հետո թողել եմ մի քիչ սառել է և այստեղ ոչ թե փլավքամիջով եմ քամում, մտածեցի ամբողջությամբ կեղևը թող մնա այս պահածոյի մեջ, սոուսի մեջ և սկսեցի հարել բլենդերով։ Համասեռ զանգված եմ ստացել, գեղեցիկ գույնով, ախորժալի տեսքով։ Այս կաթսայից հիմա կդատարկեմ այն կաթսայի մեջ, որ ավելացնելու եմ համեմունքները և եփեմ։ Որպես համեմունք օգտագործելու եմ կես փունջ համեմ, կես փունջ մաղադանոց, 4-ից 5 պատջ սխտոր, մի փոքր կծու պղպեղ և համեմի սերմ։ Այս բոլորը մսաղացով անցկացնելու եմ, հետո նոր ավելացնեմ աղացած, հարած սալորին։ Որպեսզի համեմի սերմերը այդպես կլոր չմնան սոուսի մեջ, որոշեցի աղալ, բայց տարբերություն չեղավ, կեսը մանրվեց, մանրացավ, կեսը ոչ, հիմա մի քիչ այսպես համը տալու համար կփորձեմ աղացով աղալ։ Ահա, 1 թեյի գդալի չափով եմ ավելացնում համեմի սերմը և ավելացնում եմ խմելի սունելի։ 1 ճաշի գդալը հիմա կավելացնեմ, հետո կփորձեմ, եթե համը պակաս կլինի, կավելացնեմ ևս մեկը։ Ահա, սրանք ավելացրեցինք, հիմա խառնեմ, որ համասեռ զանգված դառնա, հետո նոր ավելացնեմ շաքարավազն ու աղը։ Սիրելիներս, ընդհանրապես կապ չունի, որ թթու շլորով են եփում այս սոուսը, պետք է պարտադիր շաքարավազ ավելացնել, որպեսզի մի քիչ թթվությունը կտրի և համեղ ստացվի, շաքարավազը այստեղ կարևոր բաղադրիչ է, ավելացրեցի նաև աղը։ Եռալուց հետո 15 րոպեն բավական է։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, համեմունքները մեջը չեն երևում և դա էլ հենց կլինի ամենահետաքրքիրը, թեպետ ես սիրում եմ, երբ
այդ խառնված կանաչեղենի գույները նկատվում են, բայց սալորի գույնից այստեղ աննկատ են ավելացրած համեմունքները։ Ինչևէ, կարևորը համն է։ Իդեպ պետք է շեշտեմ, որ այս սոուսը սառը վիճակում օգտագործում են մսեղենի հետ։ Խորոված արած մսեղենի կոտլետների շատ համեղ է ստացվում, երբ այս սոուսով են մատուցում։ Արդեն պատրաստ է։ Հիմա կլցնեմ բանկաները և կպահածոացնեմ։ Սիրելիներս, կլցնեք ձեր նախընտրած չափի բանկաների մեջ։ Ինձ մոտ այս պահածոն պատրաստի ստացվեց 2 կիլո 300 միլի և մի փոքր էլ վերցել եմ փորձելու համար։ Ահա տեսեք, արդեն սառել է, շատ ախորժալի տեսք ունի, շատ գեղեցիկ գույն ունի, համի մասին էլ չասեմ։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք, դուք էլ փորձեք։